Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեկտեմբերի 19-ին առաջին անգամ Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը։ Պետական եկամուտների կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ ադրբեջանական բենզինը Հայաստան է ներմուծել երկու ընկերություն՝ Megatrade եւ Shisha World-ը։ Նշենք, որ Megatrade ՍՊ-ն կառավարում է Run Oil ավտոլցակայանների ցանցը, այն իշխանական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Սիլ Կապիտալի կազմում է։ Երկրորդ ընկերությունը Shisha World-ը ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Վերջինս ըստ լրատվամիջոցների գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ Շողերինա Մկրտչյանի եղբորորդին է։ Ներմուծված վառելիքը արդեն մի քանի օր է ինչ վաճառվում է Run Oil ընկերության բենզալացակայաններում եւ ըստ սպառողների ու շուկայի ներկայացուցիչների շուկայում արկատեսական ու համեմատ ավելի մատչելի գնով է առաջարկվում։ Armenia Today-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում, հետաքրքրվելով ինչպես են վերաբերվում ադրբեջանական բենզինից օգտվելուն, արդյոք արդեն օգտվել են կամ պատրաստվում են օգտվել դրանից։ Լսում եմ։ Իմ համար տարբերություն չկա, ուզում եմ Թուրքիային ելնի, ուզում եմ Հայաստանին ելնի։ Բենզին ելնի քշենք։ Իսկ դա այժանալի ավելի լավ։ Երողին չեմ ուզում հավելեմ, ով բերել է։ Այսինքն չեք օգտվելու։ Չի օգտվել։ Ավելովը ռուսական բենզին առան, քան թե ադրբեջանական։ Ասում են ավելի մատչելի է ադրբեջանականը։ 50 դրամ էժանա դրել, թե 100 դրամ էժան դնելու, հա? Այս ժողովուրդի համար ինչ տարբերություն 50 դրամ թե 100 դրամ, ավելովը ռուսականը առնի կամ պարսկականը, ճիշտ է, քան թե ադրբեջանը։ Դուք որ գտնեք Վրաստան չեք օգտվում, չէ՞։ Ոնց եք իմանում, որ Ադրբեջանը։ Պրեմիում 430 դրամ։ Ադրբեջանական բենզին։ Ադրբեջան բենզինը։ Չեք ներվում դրանից, որ ադրբեջանական։ Ոչ։ Նորմալ եք համարում։ Բիզնեսը դա։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ, որովհետև սենց ասած ինքը մեզ թշնամի ենք համարում։ Հա, եթե խաղաղություն լինի, լավ կլինի, բայց դե չի մոռացվի։ Ցեղասպանությունը, այդ քարորյան, կարճ օրինակ մեկը ես Արցախից եմ եկել։ Տեսել եմ այդ ամեն ինչ, այդ արհավիրքը, այդ բոլորը, չես կարա հետ բերես, չպետք է լիներ նման բան, պետքա վաղուց խաղաղ ապրեն։ Բայց դե միգուցե Աստված տա լավ լինի։ Չեմ իմանում։ Խաղաղություն լինելու դեպքում կօգտվեք բենզինից։ Առայժմ որ ասեմ կօգտվեմ, սուտ կլինի, առայժմ չէ։ Հետագայում եթե զգանք, որ նորմալ է, բայց ես հույս չունեմ, որ լավ կլինի, որովհետև այն ազգը չի, որ կարաս ինչ-որ բան դավերի անես, իրան հույսդ կապեցրեն։ Այո։ Ինչու եք օգտվում, ավելի մատչելի է դրա համար։ Ոչ, ժամանակն է, որ արդեն սկսենք առևտուր անելը իրար հետ։ Պետք չի թշնամանք, պետք չի ոչ մի բան։ Դա հեչ դուրս չի գալիս, չէ։ Ինչու։ Հայրենասիրությունը ստույլ չի տալու։ Այո, Ինչու եք օգտվելու։ նորմալ է որտեղ։ Ավելի մատչելի է դրա համար, թե Դե մեկը պետք է բենզինից օգտվենք, դրանից կօգտվենք։ Ինչ տարբերություն։ Ոչ, ինչու։ Ասում են ավելի մատչելի է։ մեկը չենք օգտվել։ Մենք պատերազմել ենք ընտանիքով։ Օգտվում եք։ Այո, այո։ Շատ ուրախ եմ նախաձեռնության համար։ Ամեն ինչ անում են ժողովրդի համար։ Թշնամուց առնենք, որ ինքը զենք առնի։ Ասում են ավելի մատչելի է այստեղ լինելու բենզինը։ Ուզում ա ջրի բաժանեն, թշնամին մնում ա թշնամի։ Այդքան երեխա կոտորվա, որ այսօր բենզին առան։ Հողերը դու հետ բերում։ Էժան բենզին է։ Ադրբեջանական բենզինը ավելի մատչելի։ Ինչ անենք, սա Հայաստան մտնում է մարնալ, սա Վրաստան ադրբեջանական բենզին է։ Լցում ենք շմեն, ինչ է, էլ որ է։ Ուրախ եք, որ արդեն ադրբեջանական բենզին է Հայաստանում վաճառվում։ Բայց ինչ կա ուրախանալու, որ ինչ եմ ապ ուրախ։ Դա ավելի մատչելի է։ Բիզնես է, դե էժանա լցնում ենք շենք, էլի փոտ տալու համար, ուրիշ բան չկա ստե։ Առանձնապես ինչ-որ ես իմիջ չի ուրախանանք։ Մեքենա չունենք, չեմ էլ օգտվի, եթե ունենայի։ Ադրբեջանականը ինչ տարբերություն էր անդր, այն վաղ որտեղից էին բերում։ Բենզինը կառնում, չեմ բան ինչ է եղել։ Ինչ է եղել, որ ադրբեջանական վրան գերած է, այդ ինչ է եղել։ Շատ ճիշտ է։ Ես չգիտեմ։ Ես արդեն մի ամիս է Հայաստան չեմ նոր եմ եկել, ինձ չի հետաքրքրում։ Երեք շելից եմ լսել, մի օր գալֆից եմ լսում, մի օր էս կողը։ Ոչ մեկին չկա։ Ոչ մեկ նորմալ գին չկա Հայաստանում։ Թող պետությունը անի մի գին։ Ուզում է ադրբեջանական ունի, ուզում է պարսկական լինի, ուզում է
որը ուզում է լինի։ Գիտեք ինչա, անիմաստ հարց եք տալի, այս ադրբեջանականը, որ ասում եք, թողեք ես մատ պարզ բան ձեզ ասեմ։ Դուք գիտեք, որ Պարսկաստանից ինչ բան ա գալի Հայաստան, սայլարկա ա գալի, չգիտեք, որ երկրինն ա գալի։ Պարսկաստանը սայլարկա չունի, որ տա Հայաստանին, 10 ppm չունի, որ տա։ Տեսեք, ես բացատրեմ տես, ուղղակի մի հարց տվեք Ադրբեջան, կարող է Պարսկաստանից ադրբեջանական կա, բայց Պարսկաստանի անունով։ Դե հիմա այս պահին եկել է հենց Ադրբեջանից ադրբեջանական բենզին։ Ձեզ համար նորմալ է, որ Հայաստանում վաճառվում է ադրբեջանական։ Չէ, նորմալ չի, թողեք Թուրքիայից էլ ապրանք չթողնեն գա։ Խիա Թուրքիայից ապրանք գալի։ Ես Պարսկաստանից բերում եմ պլազմաս, շուշեղեն, Թուրքիայից բերում են հոբի, բերում են չեմ փաշա բաղ, չէ, թո չբերեն։ Թո Թուրքիայից էլ այդ ապրանքները չբերեն, խի են բերում։ Բայց եք մենակ բենզինին կպնում։ Կպեք այդ ապրանքներին, որ բալիս է բանից, Թուրքիայից։ Մեծ ծավալով մեր շուկայում պլազմա շուշեղենը կարող եմ ասեմ 100%-ով թուրքիական է։ Խիեք թողնում գա։ Բողոքում եմ ես։ Բենզինի կողքին շուշեղեն պլազմաս։ Ինչու՞։ Ուտը մենք հայ ենք։ Դե այդքանով ասում։ Ես Գուրիկ ջան նոր տեղի նոր իմացա ինչ է կատարվում։ Գործի չէի ոչ մի բանից։ Այսինքն չգիտեիք, որ ձեր մեքենային ադրբեջանական բենզին կա որվում։ Ադրբեջանական դիզու բերան չունի որ հարցնեմ, ինչ իմանամ։ Դե արդեն մամուլը գրել է հերոստատ։ Չէ, ուշադրություն չեմ դարձրել, կուրսի չեմ տեղի։ Նորմալ է ձեզ համար, որ Հայաստանում ադրբեջանական բենզին է։ Չէ։ Էլի կօգտվեք։ Եթե իմանամ մտածե չէ։ Իմը հիմնականում գազով է, եթե միացնում եմ տակասնելու համար։ Ինչ էլ ուզում ա լինի, եթե մարդկանց, եթե պետությանը դա ձեր ա տալի, խիչ օգտվեն։ Ասենք ինչ պարտադիր է, որ անպայման քարերով, մի քիչ օրինակ վերցնենք մեր հարևան երկրներից։ Բոլորը այդ աշխատում են լավ են, բոլորը եւ թշնամի եւ բարեկամ են։ Մենք չգիտես խի սենց գլուխներս տնկած միղությամբ ենք, ինչի համար։ Ես ինքս տենց ճիշտ ասած կողմ չեմ եւ դեմ չեմ, եթե ձեր կտա թող, եթե մարդը սովորական հասարակ մարդը կօգտվի դրանից թող դա էլ լինի։ Խի թուրքական ապրանքը բերում են, այն մյուսը բերում են, այն մյուսը բերեն, թող դա էլ բերեն։ Ինչն է փող։ Ես չեմ ասում թող ադրբեջանցուն գրկեն, բայց եթե դրա մեջ կա շահ, որ մարդը, սովորական մարդը կարող է իր բենզին ավելի էժան լցնի, թողը տենց է լինի։ Իհարկե դեմ եմ։ Բայց ինչ ենք իմանալու։ Այնտեղ ոչի գրվելու թե որտեղ է։ Հիմա մենք գիտենք ինչ բենզին ենք օգտագործում։ Ինձ մի հարց եկել, ես հիասթափված եմ։ Ոչ։ Ես մեքենա էլ չունեմ, ու ոչ էլ պատրաստ եմ օգտվելու, որ ունենայի էլ չէ օգտվելու բնականաբար։ Ինչու՞։ Որովհետև ես համարում եմ թշնամու հզորացնելու միջոց է։ Իմ համար Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ թշնամի են։ Երբեք էլ չեն լինել բարեկամ պետություն։ Իրանց արած ցանկացած քայլը մեր պետության դեմ է։ Որ ոսկիներով, տոննաներով ոսկի բերեն լցնեն, այդ նշանակում է մի տարի հետո մենք ամբողջովին կամ եղերներ ենք ենթարկվելու կամ էլ հենելու ենք գնանք թուրքերը գանձտե ապրեն։ Այդքան բան։